Հոգևոր զրույցների եթերում արժանապատիվ Տեր Գյուրեղ Քահանա Տալյանը եւ հաղորդման վարող Արաքս Պողոսյանն են։ Քրիստոս հարյավ իմերելոց Տեր հայր։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ձեզ մեծ հավետից։ Ամեն։ Այսօրվա մեր զրույցը վերտարել ենք հարությունը եւ մենք։ Սուրբ հարության ուրախության օրերի մեջ ենք, տոնական օրերի Տեր հայր եւ հավատացյալների կյանքը, քրիստոնյաների կյանքը փոքրիկ վկայություններով են զարդարվում եւ կուզեմ ամենաթարմ վկայության մասին պատմել, որ տեղի ունեցավ 3 գիշեր, երբ դստերս հերթական ամեն օրվա պես խնդրում էի Աստվածաշնչից պատահականության սկզբունքով որևէ էջ բացել եւ կարդալ օրվա պատգամը։ Հետաքրքիր էր, որ առաջին տողը, որ աչքին զարնեց եւ ընթերցեց, ես եմ հարությունը եւ կյանքը, այս տողերն էին։ Եվ դա իսկապես գեղեցիկ ուրախալի վկայություն էր հերթական անգամ եւ ուղերձ։ Տեր հայր, քրիստոնյաները եւ քրիստոնեությունը՝ ի տարբերություն աշխարհի բոլոր մյուս կրոնների եւ ուսմունքների եւ դրանց հետևորդների, չունեն մահկանացու մեռած առաջնորդ, ում ստեղծած տեսության կամ գաղափարների ազդեցությամբ շարունակում են ապրել, այլ ունեն հավիտենապես կենդանի առաջնորդ եւ ուսուցիչ, ով անդրանիկն էր մեռելներից։ Արդյոք սա մի կողմից չի թուլացնում արդի պրագմատիկ աշխարհում այս իրողության հավաստիությունը մեր քրիստոնյաներից համար, մյուս կողմից ցույց տալով ունայնամտությունը բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են միայն այս կյանքի վրա եւ այս աշխարհից են իրենց սպասելիքները։ Պողոս առաքյալը ասում է, եթե Քրիստոս հարություն չի առել, ունայն է մեր հավատը փուչ, դատարկ, եւ մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալիներ ենք։ Իսկապես, այսինքն մենք հավատում ենք չեղած, հորինված մի բանի, բայց միթե այդպես է։ Հենց այս պահին, որ խոսում էիր, հիշեցի Նապոլեոն Բոնապարտի մի արտահայտություն Սուրբ Հեղինե կղզում աքսորված։ Այսպիսին էր նրա տրամաբանությունը։ Մեծն Ալեքսանդրը, երբ ողջ էր, նրա համար հազարավոր մարդիկ մահվան կգնային։ Ես իմ զորության գագաթին էի, եւ ինձ համար էլ հազարավոր մարդիկ մահվան կգնային, իսկ հիմա ով իր կյանքը կտա Ալեքսանդրի համար կամ ինձ համար։ Եվ շարունակում է այս միտքը ասելով, ուրեմն ինչ զորություն է Քրիստոսի զորությունը, որ միլիոնավոր մարդիկ հազարավոր տարիներ հետո պատրաստ են իրենց կյանքը տալու, իրենց կյանքը զոհաբերելու հանուն Քրիստոսի, ուրեմն սա մի ուրիշ զորություն է, սա հարության զորությունն է։ Նույն Նապոլեոն Բոնապարտին են պատկանում այն խոսքերը, որ ասել է. «Ես Ալեքսանդր Մեծը եւ բոլոր բռնապետներս մեր մեծ կայսրությունները հաստատեցինք բռնապետության ուժով, իսկ Քրիստոս հաստատեց իր կայսրությունը սիրո ուժով ամբողջ աշխարհում»։ Իր թագավորությունը։ Հարությունը հենց սիրո արտահայտությունն է։ Եթե Աստված սեր է եւ Աստված հարություն առավ, դա սիրո զորությունն է, աստվածային սիրո զորությունն է, որ կյանք է տվել ամեն ինչին, ամբողջ ստեղծագործությանը եւ նաեւ մարդուն ստեղծելով իր նմանությամբ ու պատկերով եւ դրանով իսկ վկայում ենք, որ մարդը ստեղծված է սիրո համար։ Եվ իսկապես, եթե Քրիստոս հարություն չի առել, ինչին ենք հավատում, ինչ ենք ուզում, ինչ որ բարոյախոսություն, այդպիսի բարոյախոսներ շատ են եղել։ Փուչ, դատարկ, ոչ մի զորություն չունի իրենց խոսքը, գուցե ինչ որ ժամանակ մարդու մտքի վրա կարող է ազդեցություն թողնել, ինչ որ հետք թողնել, բայց ոչ ավելին, բայց ոչ հաղթական, բայց ոչ ուրախությամբ եւ ցնծությամբ լեցուն մի բան, որը միայն կենթանի Աստծո, նրա, ով ասաց ես եմ հարությունը, ճանապարհը եւ կյանքը, ով ասաց ես եկա որ կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք։ Հետաքրքիր է Տեր հայր, որ հայոց մեջ Սուրբ Ծնունդը, որ անվանել են փոքր զատիկ, եւ հարությունը, որ կոչվում է մեծ զատիկ, այսպիսի անուններ են կրել երկու կարևոր տաղավարտոները, երկու կարևոր իրադարձությունները, բայց երբ նայում ենք արևմուտքին, տեսնում ենք, որ առավել կարևորվում են Սուրբ Ծննդյան օրերը, եւ հարության տոնը մի տեսակ ավանդույթային շարունակականություն չունի այսօր, այդքան չի կարևորվում, մինչդեռ ուղղափառ աշխարհում եւ մեր արևելյան եկեղեցիների կողմից հարության տոնը գլխավոր տոնն է դիտվում։ Անշուշտ այդպես է։ Ինչու է այդպես։ Մի աստվածաբանի գրվածք եմ հանդիպել, սերբ աստվածաբան, հայտնի շատ, որը ասում է, եթե Եվրոպան քրիստոնյա լիներ, դեռ 20-րդ դարի սկիզբ, կարծեմ, եթե չեմ սխալվում,
ապա Եվրոպան կհպարտանար Քրիստոսով։ Այնինչ Եվրոպան հպարտանում է իր քաղաքական գործիչներով, առաջնորդներով, սպորտսմեններով, գիտնականներով, ամեն ինչով, բացի Քրիստոսից։ Եվ այդ ճոխ խնջույքի սեղանի շուրջ իր բառերն եմ ասում, Հիսուս Քրիստոս նստած է որպես աղքատ ազգական հեռավոր մի անկյունում և նրան ուշադրություն դարձնող էլ չկա, այնպես որ արևմուտքը վաղուց է հայտնվել այս վիճակում, վաղուց մերժելով Քրիստոսին, նա մերժել է կյանքը և եթե մերժում ես կյանք, ուրեմն թագավորում է մահը։ Երևի կարող ենք ասել, որ կարծես իրենց ուղղված լինի խոսքը Տիրոջ, թող մեռելները թաղեն իրենց մեռելներին։ Տեր Հայր, ինչ է տալիս Քրիստոսի հարությունը մարդուն և այսօրվա մարդուն իմաստնավորի։ Հովնան Մարգարեից մի փոքր դուրս գրում եմ արել, ասում է, ես ձգան փորի մեջ ավելի դժոխային վիճակ դժվար է պատկերացնել, չէ՞։ Խավար մեկ-մեկ փորձում եմ պատկերացնել եւ չեմ կարողանում։ Ասում է, ես կփրկվեմ ապականությունից։ Ինչն էր մարգարեների հույսը, որոնք Աստծո առաջնորդությամբ վկայել են Քրիստոսի մասին։ Ինչն էր երանելի Հոբի հույսը։ Ինչն էր այդ ինչ հույսով են պայքարել մահվան դեմ, որ սպասում է ամեն մի մարդու, անշուշտ հարության հույսով, գուցե աղոտ, գուցե դեռ խորապես չգիտակցված եւ այլն։ Եթե հարության հույսը չլիներ, այդ ամենը որևէ իմաստ չէր ունենալու։ Հետեւաբար Քրիստոսի հարությունը դա սիրո հաղթանակն է մահվան նկատմամբ։ Մարդը միշտ երազել է, չէ՞, անմահություն։ Երբ մեղքի պատճառով Ադամ ու Եվան կորցրին իրենց անմահությունը եւ դրան մահկանացու, բայց մարդ արարածը չի կարող մոռանալ դա, չի կարող, մարդ արարածը մինչև այսօր չի կարողանում հաշտվել մահվան հետ, չի կարողանում հաշտվել վերջակետի հետ մարդու կյանքում։ Միայն մարդ արարածն է, չէ՞, ձգտում լինել ավելին, քան ինքը կա։ Ոչ մի կենթանի, ոչ մի անասուն չի ուզում ավելին լինել։ Այն է ինչ որ կա, բայց միայն մարդն է ձգտում է հաղթահարել ձգողականության օրենքը, երկինք բարձրանալ, ձգտում է ինչ որ բան փոխել իր կյանքում, դեպի լավը, թե դեպի վատը, դա արդեն ուրիշ հարց է, բայց փոփոխության կարիք ունի մարդը, որտեղ ենթագիտակցաբար չի հաշտվում այդ կորուստի հետ։ Այսինքն ձգտում է աստվածանալ, այլ հարց թե յուրաքանչյուրս ինչպես ենք ձգտում աստվածանալ, առանց Աստծո, թե Աստծո հետ միաձույլ։ Այսա հենց առանցքային հարց է։ Առանց Աստծո աստվածանալ դա զավեշտ է, ուղղակի ծիծաղելի է, առանց Աստծո մարդը աստվածանալ չի կարող։ Նույն բանն է, որ մարդը ասի, ինքս ինձ ես եմ ստեղծել առանց Աստծո։ Ինչպես ժամանակին փորձեր են արվել, մինչև հիմա էլ շարունակվում են, ապացուցելու, թե մարդը կենթանուց է ստեղծվել։ Մի անգամ ինձ այդ կապակցությամբ մի քիչ շեղվում եմ, մեկը ինձ հարց տվեց, մի խելացի իրավաբան, խոսելով աբորտների մասին, ասեց, իսկ երբանից է այդ որովայնում մարդ դառնում։ Չէ՞ այդպես տարբեր մոտեցումներ կան։ Դե մինչև այս ժամանակը կարելի է ոչնչացնել, հետո չի կարելի եւ այլն։ Աստված ձևակերպման միտք տվեց, ես էլ ձևակերպեցի, այսպես այն ինչ որ մարդ պիտի դառնա, նշանակում է արդեն իսկ մարդ է։ Աշխարհը այս ճանապարհն է բռնել, այս ճանապարհով է գնում, Քրիստոսին մերժելու ճանապարհով, եւ հիմա շատ զորությամբ փորձում են մեզ պարտադրել նույնը։ Ես հույսով եմ, որ չեն կարողանալու, եւ այդ հույսը հիմնված է երիտասարդների փոփոխության վրա, եւ ես վկայություններ ունեմ բանակի քահանայից, ասենք, որը ասում է զորակոչից զորակոչ ես տարբերություն եմ տեսնում երիտասարդների մեջ, ընդամենը կես տարի է, չէ՞։ Ինչ տարբերություն հարցնում է, ասում է աղանդավորները պակասում են, հոգեոր հետաքրքրությունը աճում է, փառք Աստծո, փառք եմ տալիս Աստծուն։ Մի դասախոսից նման վկայություն լսում, ընդունելությունից ընդունելություն, դա էլ տարին մեկ է, չէ՞։ Ասում է փոփոխություն եմ տեսնում, ինչ գիտելիքների չէ, գիտելիքների չէ, այլ որակական փոփոխություն եմ տեսնում։ Այնպես որ մենք անհույս չենք որպես ժողովուրդ ու որպես ազգ, եթե Աստված մեզ միջևա պահել է ու այսքան ծեծ է տալի, ծեծում է մեզ, ում սիրում եմ, նրան ծեծում եմ։ Ով ծեծ չի ուտում, թող մտածի խորթ եմ ես։ Այո, ծեծում եմ ես, չի թողել մեզ։ Այդ արևմտյան ժողովուրդներին մեկ-մեկ ինձ թվում էր, որ նրանց արդեն թողել է մի կողմ։
անտեսել է, որտեվ համբերության բաժակը կարծես պիտի լցված լիներ, բայց մեկ էլ տեսնում ես ինչ որ մի ողբերգություն այդ ժողովրդի հետ կատարված, թե բնական կլիմայական ինչ որ աղետներ, թե ահաբեկչական գործողություններ, եւ հասկանում ես, որ Աստված սրանց էլ չի մոռացել, ապտակ է տալիս, ասում է արթնացեք, սթափվեք, այսուր եք գնում։ Մի կորեացի քրիստոնյա ժամանել էր Հայաստան եւ մասնավոր զրույցներից մեկում հանդիպման մեջ ասաց, որ դուք հայերդ ես գիտեմ, որ առաջին ազգն եք, որ պետականորեն քրիստոնեություն ընդունեցիք, եւ նայելով թե ինչպես եք դուք հարությանը մոտենում, հարության տոնին, ինչպես եք կարևորում, ես զարմացած եմ եւ հաճելիորեն հիացած եմ, ուրախացած եմ եւ ասում էր, որ դրսում ինքն Կալիֆոռնիայից էր, այնտեղ հարությունը այլևս որպես հավատ, որպես սուրբ խորհուրդ այլևս դրսում չկա դրա ճշմարիտ ընկալումը, դրա կարևորումը, հավատ հարության հանդեպ, եւ ես ուղղակի հաճելիորեն զարմացած եմ ձեզ մոտ, որքան արթուն է այդ ապրումը։ Եվ սա դրսի աչքով արված գնահատական էր։ Ճրակալույցի պատարագին, երբ դառնում էի ժողովրդին օրհնելու խորանից, նկատում էի, որ եկեղեցի մտնել հնարավոր չէ, այնքան մարդ կար։ Եվ բոլոր եկեղեցիներն են։ Եվ բոլոր եկեղեցիներն են այդպես եղել, հետո դա էլ իմացա առավել սիրտս ուրախությամբ է լցվում, ինչ զորություն է սա։ Եթե հարություն չկա, սա ինչ զորություն է։ Եթե Քրիստոս հարություն չի առել, ինչ զորություն է։ Եթե հարություն չկա, ինչից էին սարսափում փարիսեցիները։ Տեսեք, տրամաբանական մի բան ասեմ, գալիս են Պիղատոսին ասում են, գիտես, մենք հիշեցինք, որ սա ասում էր երրորդ օրը պիտի հարություն առնեմ եւ մենք վախենում ենք, մտածում ենք, որ աշակերտները կարողա գան գողանան եւ ասեն հարություն առել եւ այդ մոլորությունը ավելի վատ լինի։ Պիղատոսը ասում է, պահակներ են տրված ես, իրենց բաներեք թող հսկեն։ Հետո ինչ է լինում։ Այս պահակները գալիս ասում են, չկա մարմինը։ Ինչ են ասում փարիսեցիները։ Ասում են, եթե ձեզ հարցնեն, կասեք այսպես. մենք քնել էինք, աշակերտները եկել գողացել են։ Եվ կաշառում են նրանց։ Եթե ձեզ տանեն դատավորի մոտ, մենք կհաճույքացնենք դատավորին, գումար կտանք, բան ձեզ ոչինչ չեն անի։ Այսինքն իրենք գիտեն, որ դա սուտ է։ Եվ դա էլ իրենց չստափեցրեց։ Նրանք միտումնավոր Աստծո դեմ գնացին։ Եթե աշակերտները չեն գողացել եւ մարմինը չկա, ինչ է մնում այդտեղ։ Հարություն։ Ինչից ամենից շատ սարսափում էին սրանք, որտեղ հարությամբ իրենց ամբողջ ընթացքը ամբողջ Տիրոջ դեմ ելնելը դառնում էր փուչ, դատարկ, ունայն չխչին ողորմելի մի բան։ Կողոսացիներին ուղված թղթում Պողոս Առաքյալը գրում է. «Գոհություն Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լուսաբնակ սրբերի վիճակին, նա փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ մեզ փոխադրեց արքայությունն իր սիրելի որդու, որով փրկություն ունենք նրա արյամբ եւ մեղքերի թողություն նրա մարմնով։ Նա պատկերն է աներևույթ Աստծո, Անդրանիկը բոլոր արարածների, որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, ինչ որ երևում է եւ ինչ որ չի երևում, թե գահեր, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց, եւ նա կար առաջ, քան ամեն ինչ, եւ ամեն ինչ նրանով է կանգնած հաստատ, եւ նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է, նա, որ սկիզբ է, Անդրանիկը մեռելների միջից, որպեսզի ինքը լինի ամեն ինչում նախապատիվը, որովհետև Աստվածության լրիվ ամբողջությունը նրա մեջ հաճեց բնակվել եւ նրանով հաշտեցնել ամեն ինչ իր հետ, խաղաղություն անելով խաչի վրա թափված իր արյամբ եւ երկրի վրա եւ երկնքում եղածների համար։ Այստեղ շատ է ամեն բառը։ Բոլոր պարբերություններում մենք հանդիպում ենք ամեն ինչ նրանով եղավ, ամենը եւ իսկապես Տեր Հայր հարության իրողությունը, որ պսակն էր, հանգուցալուծումն էր ամբողջ այս ամենի, գալիս է ներկայանում հառնում է մեզ որպես հենց ամբողջը, ամենը, լրիվը, լրումը, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի, ավելիով լինի։ Ինչ ուրախություն է դա։ Ես գիտես ինչպես եմ դարձի եկել։ Շատ էի կարդում դպրոցական տարիքում, շատ ընթերցացել էի եւ լուրջ գրականություն կարդալը իմ մեջ հարցեր էր ծնում։ Ինչ բան է կյանքը, եթե մահը կա, ինչ իմաստ ունի, կյանքի իմաստը որն է, արդարությունը որն է,
անարդարությունը որն է։ Ոչ մի արտարացման իմ կյանքում չի պատել, եւ այդ հարցերն էին, որ ինձ բերեցին դեպի Քրիստոս, որով ամեն բան տեղն ընկավ, ամեն բան լրացավ, ամեն բան պարզվեց, որ մահը վերջ չէ, մահը վերջ է նրանց համար, ովքեր մերժել են Քրիստոսին, վերջ է իհարկե մարդը վերանալ չի կարող, բայց մարդը հարությունից հետո կարող է դատապարտվել հավիտենական մահվան, որից ավելի սարսափելի բան պատկերացնել դժվար է, բայց Քրիստոսի հարությունը այն զորությունն է, այն շարժիչ ուժն է, այն ուրախությունն է, ամեն ինչ մարդկանց ոգևորությունը, մարդկանց ուրախությունը պիտի տեսնեիք այդ ճրագալույցի պատարագին կամ հաջորդ օրը պատարագին, ինչ ուրախություն էր դա, այս նեղ վիճակում ապրող մարդիկ, նեղ վիճակում հայտնված մի երկիր, պետություն, ժողովուրդ, որոնցից շատերը այսօր մի կտոր հացի հնարավորություն էլ չունեն, բայց այդ ուրախությունը նրանց մեջ էլ կար, եւ Տիրոջ հարության զորությունը այնպիսի զորություն է, որ բառեր չեմ գտնում։ Եթե հարություն չկա, ուրեմն հույս էլ չկա։ Եթե հարություն չկա, մեր հավատը ինչ է, փուչ, դատարկ մի բան է։ Եթե հարություն չկա, ինչի մասին ենք խոսում։ Կերխմի կեֆ արամերն էլ կա, ինչպես եւ ապրում են շատերը ցավոք։ Մեր ժողովրդի մեջ էլ այդպիսի կան։ Երբեմն հուղարկավորության ժամանակ այսպիսի խոսք եմ լսում, ասում են այնքան լավ մարդ էր, այս հանգուցյալը հասում ու դո խմող մարդ էր, եւ դա լավ մարդու բնութագիր է։ Տեր հայր, անգամ եթե հարություն չկա, կեր խմի քեֆ արա, որովհետեւ վաղը մեռնելու ես առաքյալի այդ միտքը, եթե ավելի խորացնենք իրավիճակը, ավելի դիմակազերծ անենք, այսպես, ստացվում է, որ ուրախություն ժանտախտի ժամին, ժանտախտի պայմաններում կլինի, որովհետեւ շուրջդ համատարած մահ է եւ դու ինքդ էլ վաղը որդերի բաժին ես դառնալու եւ հիմա ուտում ու խմում ուրախանում ես անմտորեն։ Հասցրու քաղել կյանքից այն ինչ որ կարող ես։ Այն ինչ որ կատարվում է այդպես կոչված զարգացած երկրներում, հետաքրքիր է զարգացածը որն է, այդ հզոր հոսանքով, որ կործանման է տանում այդ լայն ճանապարհը, այդ հոսանքը, որ տանում է կործանման եւ գնալով ավելի արագանում, կարծես ավելի է մոտենում գահավիժումը, ընդմիշտ զարգացածը որն է, այդ հոսանքի մեջ առաջատար լինելը, հա, ես մեկ-մեկ ասում եմ ժողովուրդ, եթե դա է զարգացումը, ավելի լավ չի մենք հետամնաց լինենք, ավելի լավ է հետամնաց լինել, իսկապես մենք չպետք է հայտնվենք այդ հոսանքում, Աստվածի զուր չէ մեզ պահել միջև հիմա, իր հարության զորությամբ է որ պահել։ Տեր հայր, հաճախ է խոսվում այս կամ այն մարդու հոգևոր կյանք վարելուց եւ հոգևոր լինելուց, չնայած ասում են, որ նա չի հավատում Քրիստոսին եւ նրա հարությանը։ Արդյոք այդպիսի հոգևոր վիճակում գտնվող մարդուն կարելի է հոգևոր որակել։ Կարելի է հոգևոր որակել, որովհետեւ չարն էլ հոգևոր է, հոգևոր արարած է։ Եվ այդ տարբեր հավատալիքները, գուշակների եւ այն սրանք էլ հոգևոր ոլորտից են։ Բայց հոգևոր այն իմաստով ինչ որ մենք հասկանում ենք քրիստոնյաներս, չէ, իհարկե սրանք հոգևոր չեն, սրանք մահվան ճանապարհ են։ Եվ այդպիսի մարդը, այսինքն հոգու վիճակներ են, բայց տարբեր վիճակներ։ Տարբեր վիճակներ են։ Ավելի շատ մտքի վիճակներ են, շնչի վիճակներ են։ Շնչավոր մարդու վիճակ է, ոչ թե հոգևոր, որովհետև այդպիսի մարդը ինչպիսին դու նկարագրեցիր, անխուսափելիորեն պիտի հայտնվի հպարտության մեջ կամ հուսահատության։ Կամ հուսահատության, այո, տարբեր եզրերն են։ Իսկ հուսահատությունը կամ հպարտությունը ամենամեծ մեղքերն են, ամենաանընդունելին Տիրոջ համար։ Այդ ում առջև ես կանգնած պարծենում, այ Փարիսեցին հոգևոր մարդ էր, չէ՞, տաճարում աղոթող։ Նա ինչ որ ասում է, այսպեսին չեմ, այսպեսին չեմ, ես եմ անում եմ, նա այդ ամեն ինչը ճիշտ է ասում, ինքը Աստծուն հավատում է, բայց այդ ում առջև ես պարծենում։ Այդ ում ես արհամարում քո եղբորը, Մաքսավորին, այդ մեղավոր մարդուն, որ կուրծ կեցեցում, չէ, արհամարական, եւ ասում է արդար մտավ, դատապարտված դուրս եկավ, որովհետեւ առանց Տիրոջ ամեն բան փուչ է, ամեն ինչ դատարկ է, առանց հարության ամեն ինչ դատարկ է, կյանքը դատարկ է, սերը դատարկ է մարդկային, հարաբերությունները մարդկային դատարկ են, հարստությունը փուչ է, աղքատությունը առավել փուչ է, առանց հարության չկա ուրախություն չի կարող լինել մարդու մեջ, ինչ որ ինքնախաբեություն կարող է լինել, գնանք ասում եմ լավ ժամանակ անցկացնենք, գնանք մի քիչ ուրախանանք, դա նախ եւ առաջ նշանակում է գնանք ռեստորանում ուտենք, խմենք, հենց սա է ասում Պողոս առաքյալը։
Հենց սրա մասին ասում Քրիստոս մեռելներ անվանելով, կենթանի քայլող մեռելներ, որոնց մեջ մահն է գործում արդեն։ Գիտեք, կանաչած ծառից մի ճյուղ կտրում ես, այդ ճյուղը դեռ երկար ժամանակ կանաչը պահում է, բայց իր մեջ մահն է գործում արդեն։ Ինքը սպառում է այն ռեսուրսը, այն պաշարը, որ իրեն տրված է, սպառում է, դեպի մահ է գնում։ Այդպես ամեն մարդ, ինչպես Քրիստոս ասում է, որ որդի վրա չի հաստատվում, ամեն ճյուղ չի կարող պտղաբեր լինել, եւ այդ ճյուղը կտրվում եւ նետվում է կրակը։ Եվ ինչու ենք ուրախանում ամեն երեխայի ծննդյամբ, եթե մահ ենք ծնում ընդամենը։ Այո։ Տեր հայր, շատ կարևոր է հայացք նետել մեր Տիրոջ աշակերտների հոգևոր ընթացքի վիճակի վրա նախքան հարությունը Քրիստոսի եւ հարությունից հետո, լուրն առնելուց հետո հարության։ Շատ կարևոր վկայություն է, շատ կարևոր։ Մարդիկ այլևս այդ աշակերտների մեջ, որ իրենց նման մարդիկ էին, վախկոտ, երբեմն անվստահ, եկան կանայք ասեցին հարություն է արել, ասում է առաքյալներին բարբաջանք թված դա, չէ աշակերտներին, առաքյալներին, դեռ առաքյալ չէին, բարբաջանք թված, այսինքն անհավատալի, բայց Պետրոսը վազում է տեսնելու։ Մեզ նման մարդիկ էին, վախկոտ, դավաճան, իրենց կյանքի համար դողացող, կամ նույն Մարթան եւ Մարիամը։ Մարթան ասում է հավատա միայն քո եղբայրը հարություն կառնի, Ղազարոսը։ Ասում է, հա գիտեմ, որ հարություն կառնի, երբ հարության օրը գա։ Մենք հետաքրքիր այնքան նման ենք այդ Մարթային։ Ինքը տեսություն գիտի, տեսական մի բան գիտի, որ կա հարության օր, երբ բոլորը հարություն են առնելու, բայց բուն հարության էությունը իր սրտին չի հասել դեռ։ Հիսուս ինչ է ասում։ Ես եմ հարությունը։ Ես դա կանգնած եմ այստեղ, քո առջև քեզ հետ խոսում եմ։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Նույնը Մարիամը, որ թվում է Մարթայից մի փոքր ավելի հոգևոր վիճակում է, ասում է քարը գլորեք, ասում է 4 օրյա արդեն հոտած կլինի։ Մարդկային բան է խոսում։ Ասում է ես չասացի, հավատա եւ քո եղբայրը հարություն պիտի առնի։ Այդպես Ղազարոսին հարություն տալով, տեսեք նույն փարիսեցիները ուզում են Ղազարոսին էլ սպանել, որպես Տիրոջ զորության, Տիրոջ մեսիական գալուստի, Տիրոջ մեսիա լինելու վկայությունը ոչնչացնեն ուղղակի։ Տեսեք, գիտակցաբար Աստծո դեմ գնացին։ Ինչու? Որտեղ իշխանությունը կորում էր իրենց, հեղինակությունը կորում էր, տեսնում եք, ասում է, ոնց ամբողջ ժողովուրդը իր ետևից գնաց։ Այսինքն նախընտրեցին այս ժամանակավոր այս պահային կարգավիճակը իրենց քանհավիտենական կյանքը։ Այո, դա ինչ հավատ էր։ Ինքն իրեն փառաբանող, ինքնաբավ, այսպես ձևակերպեմ։ Ես կամ արդար եմ, ես չեմ անում, ես անում եմ, ես լավ բաներ անում եմ, ինձ դու պետք չես։ Ես կամ առանց քեզ էլ ես ամեն ինչ անում եմ։ Ինչ օգուտ ունի մարդը, ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի։ Ինչ օգուտ ունի։ Տեր հայր, եւ մենք այսօր արդյոք նույն այդ հոգևոր ընթացքի մեջ չենք հայտնվում, երբ Տիրոջ խոսքերը տարբեր առիթներով մեր ականջին հասնում են, մանկությունից սկսած, գրականության տեսքով կամ աշխարհիկ խոսակցությունների մեջ հանկարծ մի բան դուրս է սպրտում, այսպես մի միտք Աստվածաշնչից կամ մեջբերում է արվում եւ հաճախ նույնիսկ այլ նպատակներով օգտագործվում։ Եվ դա այսպես լցվում է մեր ականջը, մեր սիրտը, եւ հետո հանկարծ երբ ճշմարտապես ճանաչում ենք Տիրոջը եւ հավատում ենք իր հարությանը եւ որդեգրում ենք այդ հարությունը որպես հավատանք, արդյոք մենք ինքներս չենք ապրում աշակերտների այդ հոգևոր վերելքը հարության լուրն առնելուց հետո, ճշմարտապես առնելուց մեր ներսում, վերապրելուց հետո։ Հիմա թես Պետրոսը Տերը հարց է տալիս, ասում է իմ մասին ինչ են ասում, ով եմ։ Մեկը ասում է սա ես, մեկը ասում է սա ես, մեկը ասում է Մարգարե ես, կամ Եղիան ես, կամ չգիտեմ։ Ասում է իսկ դուք ինչ եք ասում։ Պետրոսը ասում է դու ես Հիսուս Քրիստոս կենթանի Աստծո որդին, որը այդ կոնտեքստում նշանակում է ինքը վկայում է, որ դու Մեսիան ես։ Եվ ինչ է ասում Տերը, երանի քեզ Պետրոս, իմ բառերով եմ ասում, քո մարդկային կարողությունները չէ, որ քեզ հայտնեցին այդ բան, այլ իմ հայրը, որ երկնքում է։ Մարմինն ու արյունը չէ, որ հայտնեցին քեզ։ Այսինքն մարդկային այդ քո ունակությունները։ Հաջորդ վարքյանին նույն Պետրոսը ասում է, «Քավլիցի, քեզ հետ այդպիսի բան չլինի, երբ խոսում է խաչելության ու մահվան մասին իր»։ Եվ ինչ է ասում, «Ետիս անցիր սատանա, դու մարդկային բաներ ես խոսում»։ Հետաքրքիր են այս զարգացումները, եւ հետո այդ նույն վախկոտ մարդիկ մահվան գնացին անուն Քրիստոսի։ Դա ինչ զորություն էր։ Այն հարության զորությունը, որով Քրիստոս ասում է, ուր եմ մահ,
քո զորությունը ուր է, գերեզման քո խայթոցը, Քրիստոս հարությամբ, որը սիրո պտուղ էր, մեր նկատմամբ, մարդու նկատմամբ հարությամբ հաղթեց մահվանը եւ դա ամբողջ մարդկության հաղթանակն է։ Հիմա ինչքանով մարդ արարած այդ հաղթանակին կմիանա կամ կմերժի, սա ուրիշ հարց է։ Ես կարող եմ հաղթանակած երկրում ապրեմ, բայց ապրեմ որպես պարտված։ Ովքեր էին առաքյալները այդ Տիրոջը խաչելուց ու գերեզման դնելուց հետո պարտված մի ջոկատեր, շատ տխուր բան է այդպիսի պարտությունը եւ հանկարծ նրան հարության հաղթանակած զորությամբ լցվեցին բոլոր, բացի կորստյան որդուց իհարկե։ Եվ հետաքրքիր է, որ մեր Տերը ամենակարևոր խոսքերը, պատգամները հենց հարությունից հետո այդ 40 օրերին, որ ուսուցանեց աշակերտներին, հետաքրքիր է, որ նաև շատ քիչ բան գիտենք, թե ինչ ուսուցանեց աշակերտներին, այդ մասին ավետարանը առավելապես լռում է, եւ դա պատահական չէ, կարծում եմ։ Բայց դա ի հայտ է գալիս Պետրոսի քարոզից, որից հետո 3000 մարդ դարձի եկան։ Դա ի հայտ է գալիս մյուս առաքյալների գործողություններից, Սուրբ Ստեփանոսի խոսքից, միջնորդավորված կերպով Տեր հայր եւ կարեւոր մտքեր է, որ իր համբարձվելուց առաջ ասում է Տերը, գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ քարոզեցեք ավետարանը բոլոր մարդկանց, ով հավատա եւ մկրտվի, պիտի փրկվի, եւ ով չհավատա, պիտի դատապարտվի։ Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, ովքեր հավատում են իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի, հիվանդների վրա ձեռք պիտի դնեն եւ բժշկվեն։ Ահա այս ամենը ինքը ասում է Տերը իր հարությունից հետո, այսինքն պատգամում է եւ փոխանցում է առավելագույնը, որ հնարավոր եղավ իր հարությամբ։ Ոչ առավելագույն է իհարկե։ Տերը խոսում է այն նշանների մասին, որ պետք է վկայեն իր հարուցյալ զորության մասին։ Առավելագույնը հավիտենական կյանքն է, ինչին մարդը կոչված է։ Տես այստեղ հավատի բարի մարդը մղիր եւ պինդ կարճիր հավիտենական կյանքից, որին կանչվել ես։ Այսինքն մարդու կոչումն է սա, հասնել հավիտենական կյանք, այսինքն տարբեր ձևակերպումներ կարող ենք ասել, մարդը իր մեջ բացահայտի կամ ի հայտ բերի Աստծո նմանություն ու պատկերը լիարժեք կերպով։ Դա միայն հարությամբ կարող է լինել։ Եվ աշակերտները մահվան գնացին հենց հարության զորությամբ, արդեն իրենց կյանքում կարճեցին այն հավիտենականությունից, որ Տերը խոստացել էր իրենց եւ որ հարուցյալ Տիրոջը իրենք տեսան իրենց աչքերով։ Սա արդեն մի ուրիշ իրողություն է եւ առաքյալները ինչու էին այլևս այդքան համոզիչ այդ վախկոտ մարդիկ, որովհետեւ մարդիկ նայում են եւ տեսնում են այս մարդիկ այսպեսին չէին, այս ինչ պատահեց նրանց։ Առյուծ են կտրել։ Ես ինչ է պատահել, այս վախկոտ մարդիկ ոնց են sense գրագետ գեղեցիկ ինչ որ խոսքեր ասում, սա Պետրոսը չէ, սա Ձեգնորսը չէ, սա չգիտեմ ինչպես Տիրոջ մասին էլ ասեցին մի պատ չէ, սա բանի Հովսեփի որդին չէ։ Հյուսնի որդին չէ։ Այո, ուրեմն տեսան փոփոխությունը, հենց մեզ սա է պակասում, երբ մենք գործում ենք, երբ մենք խոսում ենք, երբ մենք քարոզում ենք, մեզ պակասում է սա։ Մեր մեջ մարդիկ պիտի տեսնեն Տիրոջ հարության զորությունը։ Իսկ դա հենց այն խոսքն է, որ ասում է դուք եք աշխարհի լույսը։ Առանց հարության ինչ լույս։ Առանց հարության կա գերեզման, խավար, մութ եւ վերջ։ Տեր հայր, կարելի ասել, որ Հիսուսի երկրորդ Ադամի, այսինքն հարությամբ մարդկությանը տրվեց ընտրության երկու ճանապարհ, կամ մնալ առաջին Ադամի, հետևաբար եւ մահվան մեջ, մեռելոտի գործերի մեջ, կամ երկրորդ Ադամով զատվել հին Ադամից եւ մտնել նոր ուխտ, ասել է թե հավիտենական կյանք։ Մենք մկրտությամբ իրագործում ենք դա։ Հին Ադամը մեր մեջ մեռնում է, հին մարդը մկրտությամբ եւ նոր մարդը, նոր Ադամը, ինքը Հիսուս Քրիստոս մեր մեջ ծնվում է։ Եվ այդպես մենք որդեգրվում ենք Աստծուն։ Այսինքն որդեգիր ենք դառնում մեր երկնային ծնողին, որը մեզ դեպի հարություն է տանում։ Արդեն երկար տարիներ առանց նախապատրաստելու մկրտություն չեմ անում, պսակել չեմ անում։ Մարդիկ ով է Հիսուս Քրիստոս, հարցս շատ կարևոր եմ համարում։ Դու ասում են Աստծո որդին։ Մարդ է թե Աստված։ Շատերը ասում են մարդ է։ Այսինքն, եթե մարդ է, ինչ հարության մասին է խոսքը։ Ինչ հաղթանակի մասին է խոսքը մահվան նկատմամբ։ Ասում են մարդ է Աստված, որ Աստվածացավ։ Հակառակ նա ով չի հավատում
որ Հիսուս Քրիստոս Աստված է, ի սկզբանե Աստված է, Սուրբ Երրորդության անձերից մեկն է, անբաժանելի եւ միասնական Սուրբ Երրորդության, նա Տիրոջը թողնում է գերեզմանում։ Նա այդ մեռելոտի ճանապարհով է քայլում, որի վերջում խավար է եւ հուսահատություն։ Տեր հայր, եւ հետաքրքիր է, որ նախկինում, երբ առավել հողին էր մարդը կարճած, հողի հետ էր իր աշխատանքը եւ այս քաղաքները, մեգապոլիսները դեռևս չկային եւ հիմնական մասը բնակչության ամբողջ աշխարհի մակարդակով հողից էր առնում իր օրվա հացը եւ շփումը հողի հետ էր եւ այգի էր մշակում եւ բնության հետ էր իր տալիքն ու առնելիքը, ավելի կենդանի օրգանիզմ էր, ավելի միաձույլ էր բնությանը եւ շատ ավելի ընկալելի էր այդ հարության իրողությունը, որովհետեւ նույն բնության մեջ երբ նայում տեսնում ես ծառը, որ մերկացել է, աշնան վերջին եւ ձմռանը ամբողջովին մերկացած կանգնած է եւ մեռած կարծես, հանկարծ գարնանը նորից կենթանանում է, բողբոջում է եւ մարդը ինքը իրեն զգում էր այդ նույն հարության վերածնված մի վիճակ էր ունենում, այո։ Բայց այսօրվա մարդը, որ առավել մենք, որ քաղաքի ծնունդ ենք, ասֆալտի վրա ենք, ապրում ենք բազմաբնակարան այդ բազմահարկ շենքերում, բաբելոնյան աշտարակներում եւ մեր շուրջը մետաղական շինություններ են եւ այլն մարդու ձեռքով ստեղծված, կարծես թե գնալով ավելի մարում է այդ ընկալումը, որ մարդը, որը բնության մի մասնիկն է, ինչպես բնությունը օրինակ է ցույց տալիս մեռնելու եւ նորից կենթանանալու, դեռ ընդամենը այդ պատկերի մեջ, այդ քանի մեջ, առավել եւս մարդը, որ բնության պսակն է եւ արարչության պսակը, որքան ինքը պիտի այդ հարության հույսով ապրի եւ հավատա դրան։ Եվ արդյոք հենց հարության խորհուրդը այսօրվա մեր համար չէ, մեծագույն խորհուրդ, առավելապես, որպեսզի կարճած լինենք այդ սպասմանը եւ այդ խորհրդին։ Հիշում եմ մի դեպք, մի գերեզմանոցում 7-ի կարգ էի կատարում, եւ երբ խոսեցի հարության մասին, մի մեծահասակ մարդ էր, հաստ ապակիներով ակնոց աչքին, ասաց. «Տեր, ես հավատում եմ»։ Ասում եմ. «Ո՞նց է եղել, որ հավատացել ես»։ Ասում ոնց է եղել, ես մի օր տեսա մի թրթուր իմ աչքիս առաջ։ Այդ թրթուրը թփրտած պատրվեց, մեջից թիթր դուրս եկավ։ Նայեցի ապշած, ասեցի, ցավր մի ճիճու է, իր սատկելուց հետո մեջ ուրիշ կյանք կա։ Միթե մարդը սրա չափել չկա։ Հետաքրքիր է։ Այդ շենքերում ապրող մարդկանց էլ Աստված չի մոռացել։ Նրանց էլ իրենց հասանելի ձևով է փորձում հասկացնել, փորձում կենթանացնել։ Ինչու հանկարծ այդ մարդիկ, ես էլ Երևանում ծնվել եմ, Երևանում մեծացել եմ, քաղաքային մարդ, բայց երբ արդեն երիտասարդ էի, գնում էինք արշավներ, ինձ միշտ ապշեցնում էր մի բան, դուրս էի գալիս քաղաքից, քաղաքում ծնված մեծացած, դրսում բնության մեջ վրանը խփում էինք եւ մի 5-10 րոպե պետք լինում, որպեսզի ադապտացվեմ այդ միջավայրին, բայց 3 օր այդպես մնալուց հետո գալիս էի քաղաք, ահագին ժամանակ էր պետք լինում, որ հետ վերադառնամ։ Այսինքն ինչքան անբնական վիճակ է այսօրվա մարդկության վիճակը, բայց Աստված մեզ էլ չի մոռացել։ Ամեն ինչ անում է, որպեսզի մենք իրեն տեսնենք եւ իր սերը տեսնենք։ Շնորհակալություն, անդրադառնանք ձեզ ուղղված հարցերին։ Եթե տանը չմկրտված երեխա կա, արդյոք կարելի է տնօրնեք անել։ Կարելի է, բայց ցանկալի չէ։ Իսկ ինչու է երեխան չմկրտված, եթե լուրջ ինչ որ պատճառներ կան, ոչ թե ամենատարօրինակ ու տխուր պատճառաբանությունները չի ստացվում, այսինքն սեղանի փողը չկա կամ այսինչի այնինչը ինչ որ հերավոր մի ազգական չգիտեմ որտեղ է սպասում ենք նայել գա կամ սպասում ենք երրորդն էլ ծնվի, այդպիսի պատճառաբանությունները միանգամայն անլուրջ են։ Նկատել եմ, որ որոշ եկեղեցիներում Սուրբ Պատարագն արվում է որոշակի կրճատումներով, որքանով է դա ճիշտ եւ ինչով է պայմանավորված։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, դիմեք այդ եկեղեցիների հովիվներին։ Որն է Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը։ Այն մեղքը, որի համար մարդը չի զղջում եւ չի ապաշխարում եւ չի խոստովանում։ Ինչ խորհրդանիշ ունեն կաթողիկոսի գավազանի վրայի օձի գլուխները։ Օձը իմաստության սիմվոլ է։ Հանգուցյալ հարազատների գերեզման տարված նկարները ինչ կարելի է անել, ճիշտ է բերել տուն եւ պատից կախել։
Ինձ երբևէ դուր չեն եկել այդ պատից կախված նկարները եւ պատահել է տուն եմ մտել 10-12 այդպիսի նկար, այնքան տխուր ու ճնշող, մարդու մահը պետք չի հիշել, մարդու կյանքն է պետք հիշել։ Եվ ես միշտ խորհուրդ եմ տալիս այդ դեպքում վերցրեք մի ընտանեկան նկար, թեկուզ դուք դեռ երեխա եք, փոքր եք, ձեր ծնողների հետ նկարված բոլորի, մեծացրեք, կախեք պատից։ Պատարագի ժամանակ կարելի է արդյոք դպիրի խոսքերը նրա հետ կրկնել եւ նաեւ կարելի է երգչախմբի հետ միասին երգել։ Դպիրի խոսքերը նրա հետ կրկնել ինչի համար եք կրկնում։ Դպիրը իր անելիքն է անում։ Դուք լսեք ուշադիր այդ խոսքերը։ Կարող եք կրկնեք, բայց այդպես էլ իմաստը չթափանցի ձեր սրտերի մեջ։ Չէ՞ որ համել ասված է հավատքը լսելուց է։ Լսելն էլ Աստծո խոսքից։ Երգչախմբի հետ երգել, եթե դուք ինքներդ քննեք, ով այդ հարցը տվել է, այդտեղ այդ պահին ինքնացուցադրման այն խորը թաքնված մի ինչ-որ եսի բան չկա։ Նախկինում, բայց երգչախումբ չի եղել եւ ժողովուրդն է երգել։ Ժողովուրդն է երգել, ժողովուրդը իմացել է երգել, այսօր ժողովրդին այնքան կուզեի, որ բոլոր ով ներկա է պատարագին երգեն, բայց երբեմն պատահում են լսողություն չունեցող մարդիկ երաշտական, սովորաբար այդպիսի մարդիկ շատ սիրում են երգել եւ իրենց երգեցողությունը այդ ներդաշնակությունը խաթարում է ուղղակի։ Այսինքն երգել, բայց այնպես որ չխանգարեն երգչախմբին եւ կողքիններին։ Այո։ Այսօրվա ընթերցանության մեջ ասվում էր, որ հարուցյալ Քրիստոսը ճաշակեց աշակերտների հետ։ Արդյոք այդ սնունդը նյութական բնույթ էր կրում, թե հոգեվոր փոխաբերական իմաստով է սա ասված։ Ոչ, Քրիստոս ճաշակեց այն սնունդից, այն ուտելիքը, ինչ որ ճաշակում էին մարմնավոր աշակերտները, որովհետև ինքը դրանով պիտի ցույց տար, որ ինքը այդ նույն մարմնով է հարություն առել, ինչ որ իրենք գիտեին, ինչ որ տեսել են, անշուշտ որոշակի փոփոխությամբ։ Փառավորյալ մարմին։ Փառավորյալ ավելի թեթև նյութից, բայց ցույց տվեց եւ իր վերքերը, չէ՞։ Ինչու է հայ առաքելական եկեղեցին ամեն տարի տարբեր օրեր նշում հարության տոնը։ Դա տոմարագիտական հաշվարկներ են հատուկ, այդպես է բոլոր եկեղեցիներն էլ տարբեր օրեր են նշում։ Մեր ազգի մեծ մասը ներկայումս հեթանոսներ են, ինչպես կարելի է նրանց դարձի բերել, եթե Քրիստոսի անուն լսելուն պես նրանք շրջվում եւ հեռանում են։ Մեր ազգի մեծ մասը հեթանոսներ չեն։ Իսկ ինչու են շրջվում հեռանում, այդ հարց տվողը պիտի մտածի, եթե խոսքը իր մասին է, որ ինքը փորձում է Քրիստոս քարոզել, ապա իր մեջ ինչ են տեսնում այդ լսողները։ Քրիստոսի հեռավոր, լույսի հեռավոր մի արտացոլում իր մեջ տեսնում են։ Եթե տեսնեն չեն շրջվի հեռանա, որտեղ ամեն մարդ, մանավանդ այսօրվա ժամանակակից մարդը լույսի, խաղաղության եւ սիրո կարիքն ունի։ Շնորհակալություն հոգևոր զրույցների եթերում արժանապատիվ Տեր Գյուրեղ Քահանա Տալյանն էր եւ այսօրվա մեր զրույցը վերնագրել է 5 հարությունը եւ մենք։ Քրիստոս հարյավի մեռելոց Տեր հայր։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ձեզ մեծ ավետիս։ Ամեն։ Ժորժ ջան, պայքար պիտի մղենք, որպեսզի մենք չկործանվենք եւ Քրիստոս մեզ առաջնորդ։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաքս Պողոսյանը։